Երկրի վրա քայլող քաջ առյուծները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Կարեն Արտուշի Աղաբեկյան։ Ապրիլյան պատերազմի անմահ մասնակից։ Ծնվել է 1996 թվականի սեպտեմբերի 7-ին Վայոց ձորի մարզի Կեչուտ գյուղում։ Խելոք երեխա էր, բարորի մեջ երկար էր քնում։ Մայրը հերոսացին տիկին Էլմիրան կարոտով հիշում է. անհամբեր սպասում էի, երբ է արթնանալու, որ սիրեմ։ Ավելի մեծ տարիքում չարաճճի, ճարպիկ ու շատ խելացի էր։ Երկու եղբայր, մեկ քույր էին։ Առաջին դասարան գնացել է 2003 թվականին։ Սովորել է Ջերմուկի թիվ 3 դպրոցում, իսկ 11-րդ և 12-րդ դասարանները սովորել և ավարտել է թիվ 2 դպրոցում։ Կրտսեր օղակում գերազանցիկ էր, ապա հարվածային։ Շատ էր սիրում մաթեմատիկան։ Ուսուցչուհին ասում էր. «Մինչև խնդիրը կարդում եմ, որ հարցեր տամ», Կարենը պատասխանն ասում էր։ Սակայն եղել է չարաճճի աշակերտ, ինչ ուզում կամ ինչին ձգտում էր, հասնում էր։ Բայց և եղել է խելացի, նաև ուշիմ, 12 տարեկանից մի քանի ամիս շվիի է գնացել, որից հետո 2 տարի էլ շախմատի։ Այդ տարիքում շատ վառ երևակայությամբ պատմում էր իր ապագա բանակի կյանքը, թե ինչպես է լինելու, ինչպես է ծառայելու։ Ծնողները ծիծաղում էին։ Շատ ուշադիր էր մայրիկի հանդեպ։ Մարտի 8-ին թղթե բացիկներ էր պատրաստում իր ձեռքով, բարեմաղթանքներ գրում և նվիրում նրան։ 2014 թվականին ավարտելով դպրոցը ընդունվել է ՃԿՊԱ ակադեմիան։ Առաջին կիսամյակը ավարտելուց հետո 2015 թվականի հունվարին զորակոչվել է բանակ, Արցախ, Մարտունի 2 զորամաս, եղել է շտապօգնության վարորդ։ Բայց մինչ ծառայության մեկնելը մեծ եղբայրը Էդմոնդը երազ էր տեսել, որ Կարենը Մարտունիում է ծառայում, բայց չգիտեր Հայաստանի Մարտունիում, թե Արցախի։ Իրականում Կարենը ծառայության մեկնել է ուրախ, քանզի նա ինքն էլ էր ցանկանում Արցախում ծառայել։ Ծառայում էր նվիրվածությամբ, որի համար շնորհակալագրեր է ստացել։ Տեղում նաև անցել է վարորդական դասընթացներ, բարձր գնահատական ստացել և ավելի հմուտ վարորդ դարձել։ Նույնիսկ ուրիշ մեքենաներ էր վարում։ Երբ սկսվեց ապրիլյան պատերազմը, նա 1 տարի 3 ամսվա ծառայող էր։ Զորամասում էր, ծնողներին ոչինչ չի ասել իր վիճակի մասին։ Պարզապես ասել է, որ զորամասում է ու իբրև թե մեքենան է փչացած, սարքում է և ինքը դիրքեր չի գնալու։ Սակայն վիրավորներ էր տեղափոխում առաջնագծից, ապա դեղորայք, ծխախոտ ու սնունդ հասցնում առաջնագից։ Մարտի թեժ պահերին գիշերները մեքենան վարել է լույսերը անջատած։ Տղերքի համար ամեն ինչ անում էր։ Շտապօգնության մեքենայով գնում էր տարբեր խանութներ ու վաճառողներին կամ խանութի տերերին ստիպում, որ առաջնագծի տղաների համար սնունդ, ծխախոտ ու հյութ տան։ Ով դժվարանում էր տալ, նա ասում էր. «Տղերքը ձեր համար են կռվում»։ Ամեն ինչ առած տանում էր սահման։ Իսկ մորն ասում էր. «Մամ ջան, հանգիստ եղի, ես ոչ մի տեղ չեմ գնում, ինձ համար մեքենա եմ սարքում»։ Իրականում մեծ պատասխանատվություն էին կրում բոլոր վարորդները, այդ թվում և նա։ Մեքենան վարել է դժվար ու անանցանելի ճանապարհներով և տասնյակ վիրավորների կյանք է փրկել։ Ապրիլյան պատերազմը հաղթանակած մեր հերոսը շարունակում էր բարձրանալ ու իջնել դիրքեր։ Վերջին անգամ տուն զանգել է ապրիլի 14-ին և ուրախ տոնով հայրիկին ասել, որ իրեն շնորհավորի։ Հայրը տղայի ոգևորությունը չկոտրելու համար սկզբում շնորհավորել է, ապա հարցրել ինչի համար, ինչ է եղել։ Կարենը շատ բարձր տրամադրությամբ ասել է. «Շտապօգնության նոր ավտո եմ ստացել, ՈՒԱԶ, շատ լավն է»։ Ու մեքենայի համար աքսեսուարներ է ուզել, վարագույրներ, նստատեղերի համար գորգեր և այդ ամենը մեքենայի գույնին։ Հայրն անմիջապես գնել է, որ ուղարկի, անգամ ամեն տեսակից 2 հատով, որ նա ինքը ընտրություն կատարի, թե որն է լավն իր մեքենայի համար։ Սակայն ցավոք ու ավաղ չհասցրեց ուղարկել։ Ապրիլի 21-ին ժամը 13-ից 14-ի սահմաններում Կարենն իր մեքենայով դիրքերից իջեցնելիս է եղել և նրա հետ են եղել իր ծառայակից ընկերները։ Թշնամին հանկարծ կրակ է բացել իրենց ուղղությամբ ու մեր անպարտելիին դարձրել հավերժի ճամփորդ։ Փառք ու խոնարհում մեր տոկուն քաջին։ Նա հետմահու պարգևատրվել է ՀՀ մարտական ծառայություն և Արցախի արիություն մեդալներով։ Ջերմուկի թիվ 3 դպրոցը, որտեղ նա է սովորել, ռազմագիտության դասարանը անվանակոչվել է իր անվամբ, ապա իրենց իսկ բակում կա նրա անունը հավերժացնող հուշահամալիր, որտեղ կա նաև ցայտաղբյուր, նաև իրենց իսկ փողոցն է հենց իր անունով կոչվում։ Կրկին փառք ու խոնարհում մեր հզորին։